ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ իրականացված ծրագիրը գնդեվազ համայնքում ցուցադրում է, թե ինչպես կարելի է համայնքային նախաձեռնությունների միջոցով լուծել համայնքի համար կարևոր խնդիրներ։ Մասնավորապես այն խնդիրները, որոնք վերաբերում են բնական պաշարների կայուն օգտագործմանը, պարենի անվտանգությանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը եւ տնտեսական զարգացմանը։ Այս ծրագրի շրջանակներում ամենակարևոր կոմպոնենտներից մեկը այն է եղել, որ հաշվի առնելով տարածքի ռելիեֆը, այստեղ պետք է 3 հեկտար հողատարածք դառնար ավելի որակյալ ի շնորհիվ հարթակների կառուցման։ Պարենային անվտանգության ծրագրի շրջանակներում տարածքում հաշվի առնելով դեգրադացված հողերը, մենք կարևորություն ենք տվել հարթակների կառուցմանը, որի շնորհիվ պետք է վերականգնվեն դեգրադացված հողերը եւ անձրևաջրերը կարողանան պահեն այս հողի մակերևույթին, դրանով իսկ բարձրացնելով հողի բերքատվությունը եւ հողի որակը։ Տարածքում առկա են շատ այգիներ, որոնք եւս կարող են օգտվել այս ծրագրից եւ ամենակարևոր կոմպոնենտներից մեկը եւս այն է, որ բարենային անվտանգության ծրագրից օգտվելիս պետք է կաթիլային ոռոգման համակարգեր տեղադրել եւ հնարավորինս նվազեցնել ջրի օգտագործումը։ Այնտեղ ունեմ 3 կտոր հող, որը ասենք ոռոգման կարիք ուներ, միջև առեսօր, ասենք բերքատվությունը շատ ցածր է, հիմա եթե ջրվի, բերքատվությունը շատ բարձր կլինի։ Հիմա պատրաստվում եմ այնտեղ այգի անելու։ Եվ հավատում եմ, որ այնտեղ ավելի շատ բերք ստանամ եւ բերքատվությունը շատ բարձր կլինի, եթե ջուրը հասանելի կլինի։ Կուզենայի բալենի տնեի, գիլաս տնեի, որոնք ասենք շատ եկամ վրա բերեմ։ Գիտությունը զարգացել է, կաթիլային ոռոգումը կա, կձգտեմ, որ կաթիլային անեմ։ Կաթիլային այդ սիստեմը քաշվի շատ լավ է, ձեռնատու է եւ շատ էֆեկտ է։ Մեծ նշանակություն ունի նման ջրագիծը կառուցել համար։ Մեր մեծերն ասում ջուրը կյանք է։ Հիմա մենք կյանք ենք տվել այդ անջրտի տերիտորիայի։ Համայնքի կողմից, համայնքի բնակիչների կողմից իմ շնորհակալական խոսքն եմ ասում նման ծրագիրը իրագործելու համար։ Պարենային անվտանգության ծրագրի իրականացման արդյունքում 120 հեկտար հողեր դառնում են ոռոգելի եւ ավելի գրավիչ է դառնում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար գնդեվազ համայնքում։ Հետևաբար գյուղացիներին եւ այս հողերի տերերին հորդորս է, որպեսզի կարողանան իրենք հիմնադրել նոր այգիներ, զարգացնելով գյուղատնտեսությունը գնդեվազ համայնքում։ Ծրագիրը հանդիսանում է ամուր գործընկերության մոդել քաղաքացիական հասարակության եւ համայնքային իշխանությունների միջև, քանի որ ծրագիրը համաֆինանսավորվել է պետական սուբվենցիայի գումարների միջոցով։ Կարծում եմ, որ սա շատ հետաքրքիր եւ հաջող նախադեպ է, որպեսզի նմանատիպ ծրագրեր եւ նախաձեռնություններ իրականացվեն այսպիսի խնդիրներ ունեցող համայնքների, նմանատիպ համայնքներում նույնպես։